Եվ պարոն Գալստյան, ամփոփելով զրույցը, ինչու Նիկոլ Փաշինյանին հաջողվեց 44-օրյա պատերազմից հետո պահպանել իր իշխանությունը եւ հիմա նորից ցանկանում է վերարտադրվել, որքանով ինձ հայտնի է, դուք 44-օրյա պատերազմից հետո տեսակետ էիք հայտնել, որ Նիկոլ Փաշինյանի հեռանալու հարցը օրերի հարց է, ինչու սխալվեցիք, այսպես ասած։ Ասեմ ձեզ, ինչի հաշվի չէի առել։ Ընդհանրապես ինչու՞մն է կայանում, սա ոչ թե Նիկոլ Փաշինյանի ֆենոմենն է, նայեք, այլ մեր ինքը ինչ արեց։ Հայաստանի Հանրապետությունը լավ վերջի 25 տարվա ընթացքում այսպես կոչված թակերտների նախկինների ժամանակ որոշակի հիերարխիա էր ձևավորվել։ Քրեական հեղինակություններ, օլիգարխներ, թաղային հեղինակություններ, որոնց ասենք են, չեմ ուզում անվանարկած ասեմ, են հասարակ մարդիկ տենում են ճամփեն էին թեքում, տենում են հարգանքով էին։ Ինքը ստեղծեց 18 թվականին մի հատ sense դաշտ, պատուհան, սկանվանեմ դա Օվերտոնի պատուհան, որտեղ այդ մարդը, որը իրան տենալուց մի ճանապարհը փոխում էր, սկզբում ֆեյքով, առանց իր լուսանկարի, որը ժամանակ հետո դուխավորվեց եւ սկսեց իր նկարով, այդ մարդկանց հայհոյել, մայր, կին, երեխա, ծնող։ 1, 2, 3, ասում է, դուխը սկսվում է անպատժելիությունից, չէ՞։ Արդեն հելան լայվեր արեցին, այս արեցին, մեկ էլ դրուկ եկավ 20 թիվը։ Բոլորը հասկացան հետեւյալը, որ եթե հիմա հանկարծ Նիկոլ Փաշինյանը գնում է, քաղաքականությունը ստե կապ չունի։ Դիցուկ X քրեական հեղինակությունը, X օլիգարխը, X պաշտոնյան, X հարգանք ունեցող մարդը կարող է իրան կանչի, ասի դու իմ կնոջ կամ երեխու հետ ինչ գործ ունեիր։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը ստեղծեց մի հատ իրավիճակ, որ նման գործելավոճ իրականացրած մարդկանց մեծ մասը սեփական կաշին փրկելու համար գոնե թե մի քանի տարով ընտրեցին իրան։ Սա է գաղտնիքը քաղաքացիական պայմանագրի։ Ես դրա համար նույն Ծառուկյան Գագիկին եմ ասում եմ կարող ասածս абսուրդ լինի, բայց հել հայտարարի, որ դրանց էլ ես համաներում։ Այդ մարդկանց դու համաներելու ես։ Դու ոչ մեկին չես կանչելու, ասես խես լայվ մտե, խես էս արե։ Ինչ արել ես, ասված քո հետ։ Գիծը քաշում են գնանք առաջ։ Այո, այդ նույնը հայտարարի Ռոբերտ Քոչարյանը։ Նույնն, ես վստահաբար ձեզ կարող եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանի դարիները 15-ից 20% իշտելու է։ Եթե մարդիկ վստահ եղան, որ դրա համար պատասխան չեն տալու։ Տես, ես ի տարբերություն այլ գործիչների չեմ կողմ տնտեսության մեջ։ Ասենք, ես շատ լավ գիտեմ մեր հայ ազգի թե հոգեբանությունը, թե ընտրական հոգեբանությունը, վերջո սա իմ երկիրն է։ Ես այս տեի հողի ջրի տղա եմ, մարդ եմ, որ ընդ որում եղել եմ մեր ազգի 2 բավականին տևական ժամանակ։ Թե կալանավայրում, այն շատ լավ գիտեմ, 7 տարի 3 ամիսը քիչ ժամանակ չի, թե կոմունիստների ժամանակ եմ Ղարաբաղ կոմիտեի հետ եմ կալանք նստե, Սերժ Սարգսյանի ժամանակ եմ կալանք նստե, մենակ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ չեմ նստել, Նիկոլ Փաշինյանի ժամանակ եմ նստել։ Նաև Վանո Սիրադեղյանի ժամանակ էլ աշխատել եմ համակարգում։ Շատ լավ եմ տիրապետում։ Այ մեր ընդդիմադիր գործիչները այս հայտարարությունը պետք է անեն։ Երթվեն խաչի վրա, որ հետապնդում չի լինելու։ Այսինքն հունիսի 8-ի միջև հունիսի 8-ը ով ինչ լայվ արել է, ընդհանուր միջև Նիկոլա Սատարը մոռանում մենք։ Ոչ մեկ իրավունք չունի դրան անդրադառնալ։ Հենց դա հայտարարեցին։ Չեմ ասում դրանք կգնան իրենց ձայն կտան, բայց մինիմում սրան էլ ձայն չեն տա։ Սա խնդիր։ Շնորհակալ եմ, պարոն Գալստյան։